Ովքեր են քերով բեները եւ սերով բեները, ինչպիսի տեսք ունեին նրանք։ Եսայա 6-րդ գլուխ 1-ից 4-րդ խոսքն ասում է. Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր եւ վեհանիստ մի գահի վրա, եւ նրա քղանցքը լցրել էր տաճարը։ Նրա վերևում կանգնած էին սերով բեներ, որոնցից յուրաքանչյուրը ուներ 6 թև, երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով իր ոտքերը եւ երկուսով թռչում էր, կանչում էր մեկը մյուսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորությունների Տերը, եւ ամբողջ երկիրը լի է նրա փառքով։ Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երերացին եւ տունը լցվեց ծխով։ Եզեկիել մարգարեության 1-ի գլուխ 4-ից 11-րդ խոսքն ասում է հետեւյալը. Եվ տեսա, որ ահա մի մրգալից հողմ էր գալիս հյուսիսից, մեծ ամպ ու բորբոքվող կրակ, եւ մի պայծառություն նրա շուրջը, իսկ նրա միջից հրափայլ պղնձի կերպարանքով մի բան կրակի միջից։ Եվ նրա մեջ կային 4 կենդանի էակների նմանություններ, եւ այս էր նրանց տեսքը։ Նրանք մարդու նմանություն ունեին, բայց ամեն մեկը 4 դեմք ուներ, եւ նրանցից ամեն մեկը 4 թև ուներ։ Նրանց ոտքերը ուղիղ էին, եւ նրանց ոտքերի ներբանը հորթի ոտքերի թաթի նման, եւ փայլում էին պսպղուն պղնձի պես, եւ նրանց 4 կողմերում թևերի տակ մարդու ձեռքեր կային, եւ 4-ն էլ դեմքեր ու թևեր ունեին։ Մեկի թևերը կպած էին մյուսին, երբ գնում էին չէին դառնում, ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում, իսկ նրանց երեսները մարդու երեսի նման էին առջևում։ 4-ից յուրաքանչյուրն արդյուծի դեմք ուներ աջ կողմում, եւ 4-ից յուրաքանչյուրը եզի դեմք ուներ ցախ կողմում, եւ 4-ից յուրաքանչյուրը արծվի դեմք ուներ հետևի կողմում։ Այսպիսին էին նրանց դեմքերը, եւ նրանց թևերը տարածված էին վերևից։ Յուրաքանչյուրն ուներ 2 թև, որոնք միանում էին մյուսի թևերին, եւ երկուսով ծածկում էին իրենց մարմինները։